Այն որ հայոց առաքելական եկեղեցու սպասավորների զգալի մասը ռուսական հատուկ ծառայությունների վերահսկողության տակ են, դա նորություն չէ։ Ցավոք սրտի դա մեր նաև ռուսական, վրացական, մինչև վերջերս ուկրաինական եկեղեցիների բնածին խարանն էր, որովհետև եկեղեցիների այսօրվա կարգավիճակը ստեղծվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ստալինի հրամանով։ Բայց հայոց սահմանադրությունը առանձնացնում է եկեղեցին պետությունից, ուստի ինչու եկեղեցու ինքնամաքրումը, որը զուտ ներքին եկեղեցական հարց է, հանկարծ դարձավ ԱԾ-ի դիմակավորների գործը։ Եվ այս առումով հարց է առաջանում, իսկ նույն ԱԾ-ն, իսկ նույն կառավարությունը, ներքին գործերի նախարարությունը, բանակը, ազգային ժողովը, տնտեսությունը Հայաստանում, մամուլը, քաղաքական կուսակցությունները, արդյոք նրանք չեն վխտում ռուս ակնհայտ գործակալների անթիվ անհամար քանակից։ Ուստի ինչու պետությունը, կառավարությունը իր պայքարը ապագաղութացման համար սկսեց եկեղեցուց։ Պատճառը պարզ է, որովհետև ոչ մի պայքար իրականում չկա։ Դա ֆիկցիա է, դա իմիտացիա է, որը չի պահանջում քաղաքական պատասխանատվություն։ Եվ դա այդքան յուրահատուկ է Փաշինյանի փարիսեական, կեղծ, իմիտացիոն ոճին, որը խաթարում է և եկեղեցու, և ազգի արժանապատվությունը։